Բարև ձեզ, Արարատ Նյուզի տաղավարում է քաղաքագետ Էդգար Առաքելյանը։ Պարոն Առաքելյան, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Առաքելյան, հայտնի է, որ մեկամսյա հրադադարի հարցում Վաշինգտոնն ու Կիևը համաձայնության են եկել։ Թրամփը հայտարարել է, որ եթե Մոսկվան այս հարցում կոմպրոմիսի չկա, ապա հետևանքները կարող են կործանարար լինել, որն է ձեր կանխատեսումը։ Շատ փորձագետներ պնդում են, որ Մոսկվային այս բանին ձեռնտու չէ հրադադարը։ Տեսեք, ինչ, այսպես ասենք, պարտիա խաղարկեց Թրամփը եւ իր թիմը, մենք գիտենք հայտնի իրադարձությունները Սպիտակ տանը Թրամփի եւ Զելենսկու միջև, Ջեյ Վենսի եւ Զելենսկու միջև, եւ դրանից հետո ես կարծում եմ, որ ուկրաինական մոտեցումները մի փոքր փոխվեցին, չնայած նախկինում նույնպես նման մոտեցումներ կային, որ պետքա այնուամենայնիվ ամեն ինչ անել, որպեսզի Թրամփի առաջարկները մերժվեն ոչ թե Ուկրաինայի կողմից, այլ հենց Ռուսաստանի կողմից, եւ վերջին բանակցությունների արդյունքում փաստացի Միացյալ Նահանգները ստացավ այն ինչ որ ակնկալում էր Ուկրաինայից, այսինքն եւ ժամանակավոր զինադադարի մասին պայմանավորվածությունը եւ բնականաբար այդ հանքահումքային ռեսուրսների հետ կապված պայմանավորվածությունները եւ բնականաբար այնտեղ քննարկվել են նաեւ այլ դետալներ կապված Ուկրաինայում եւ ժամանակավոր խաղաղության հաստատման ռեժիմի ապահովման եւ այլնի մասին եւ հիմա իսկապես գնդակը Ռուսաստանի դաշտում է եւ Ռուսաստանի նախագահ ունի երկու ուրեմն ընտրություն առաջինը դա ընդունելն է այն ինչ որ առաջարկում է Միացյալ Նահանգները, որը արդեն իսկ բանակցվել եւ համաձայնեցվել է Ուկրաինայի հետ եւ երկրորդը մերժել Միացյալ Նահանգների տվյալ դեպքում Թրամփի առաջարկը եւ եթե մերժել, ապա ինչպես անել, որպեսզի դրա ազդեցությունը շատ ուրեմն բացասաբար չանդրադառնա Ռուսաստանի վրա, այսինքն մերժելու պարագայում մենք լսում ենք Միացյալ Նահանգների վարչակազմից եւ նախագահից, որ լինելու են հետևանքներ եւ այստեղ խնդիրը հետեւյալն է, որոնք են լինելու այդ հետևանքները Ռուսաստանի համար եւ որոնք են լինելու հնարավորությունները Ուկրաինայի համար։ Բայց արդյոք ԱՄՆ-ն տեղ ունի պատժամիջոցները էլ ավելի խստացնելու։ Ես կարծում եմ, որ այստեղ ոչ միայն պատժամիջոցների խնդիրն է, իհարկե Ռուսաստան, Միացյալ Նահանգներ առևտրաշրջանառությունը շատ մեծ ծավալների չի կազմում եւ եթե չեմ սխալվում 3 միլիարդ դոլարի մասին էր խոսքը գնում, այստեղ խնդիրը միջազգային ասպարեզում մյուս պետությունների հետ հարաբերություններում, հատկապես նավթագազային ոլորտում ավելի մեծ եւ կարդինալ ուրեմն պատժամիջոցներ սահմանելն է, տնտեսական բնականաբար ֆինանսական պատժամիջոցներն են եւ միևնույն ժամանակ դրան զուգահեռ Ուկրաինայի աջակցության ընդլայնումն է ու նախ եւ առաջ ռազմատեխնիկական աջակցության ընդլայնումը։ Մենք գիտենք, որ վերջին Սաուդյան Արաբիայում տեղ ունեցած բանակցություններից հետո Միացյալ Նահանգները վերականգնել է ռազմական օգնությունը եւ հետախուզական ոլորտում տվյալների տրամադրումը Ուկրաինային եւ Ռուսաստանի մերժելու պարագայում այստեղ խոսքը պետքա գնա ոչ միայն տնտեսական հերթական պատժամիջոցների սահմանումը, այլ Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելը, ինչպես նաեւ մենք գիտենք, որ կան նաև ռուսական ուրեմն սառեցված բավականին լուրջ միջոցներ, ինչպես նաև ես կարծում եմ, որ թե անհատական մակարդակում պատժամիջոցների ընդլայնումը ռուսական քաղաքական գործիչների եւ մեծ առումով տեսեք Թրամփը խոսում է նավթի գների նվազեցման մասին եւ այո նավթի գների կտրուկ նվազեցումը կարող է Ռուսաստանին մեծ տնտեսական հարվածներ հասցնել եւ ոչ միայն Ռուսաստանին իդեպ մեր հարևան Ադրբեջանին նույնպես դա կարող է առնչվել եւ այս օրերին մենք տեսնում ենք նավթի գնի գնանկում մինչև եթե չեմ սխալվում $70, իսկ ռուսական բյուջեում գրեթե մոտավոր թիվ է դրված, նավթի գնի հետ կապված եւ սա թերևս ամենախոշոր
եւ ազդեցիկ ճշտման միջոցը կարող է լինել Միացյալ Նահանգների կողմից, եթե Ռուսաստանի չհամաձայնվելու պարագայում նրանք քայլեր կատարեն, որոնք միջազգային շուկայում կբերեն նավթի գների կտրուկ նվազեցմանը, որը նաեւ գլոբալ առումով ռուսական տնտեսության համար, որը այսօր գտնվում է բավականին լուրջ խնդիրների առաջ, դա նաեւ հնարավորություն չի տալու լրացուցիչ միջոցներ ներգրավել պատերազմը շարունակելու։ Բայց ստացվում է, որ Միացյալ Նահանգներում կասկածում են, որ Մոսկվան կգա համաձայնության, որովհետև նման իրավիճակում ասել, որ գնում ենք հրադադարի, բայց զենքի մատակարարումները նույն ծավալով, ինչի մասին Լեհաստանի պաշտպանության նախարարները հայտարարել, վերականգնելը նշանակում է, որ պատերազմը շարունակվելու է։ Տեսեք, երբ որ դուք մի կողմին թուլացնում եք, դարձնում եք բավականին խոցելի եւ գնում եք մյուս կողմին հետ բանակցելու այդ երրորդ կողմի հետ կապված խնդիրների հարցով, ապա ես կարծում եմ այդ մյուս կողմը, տվյալ դեպքում Ռուսաստանին շատ դժվար կլինի տանել զիջումների կամ փոխզիջումների, քանի որ նա լավ հասկանում է, որ օրինակ Ուկրաինային զենքի մատակարարման դադարեցումը, ուրեմն հետախուզական միջոցների տրամադրման դադարեցումը Ուկրաինայի հնարավորությունները խիստ սահմանափակում է պատերազմ վարելու եւ հետեւաբար Ռուսաստանը այստեղ հանդես է գալիս ուժի դիրքերից եւ Ռուսաստանին փոխզիջման տանելը շատ դժվար է, հետեւաբար ես կարծում եմ տրամաբանական էր, որ վերականգնվեց զենքի մատակարարումները եւ հետախուզական տվյալների փոխանցումը, սա ճշտման եւս մեկ միջոց է Ռուսաստանի վրա, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ այնուամենայնիվ Ռուսաստանը իր մաքսիմալիստական պահանջները կներկայացնի Միացյալ Նահանգներին եւ կտեսնենք առաջիկայում թե որքանով է Ռուսաստանը պատրաստ գնալու փոխզիջումների եւ խաղաղության հաստատման։ Իսկ Ուկրաինան հրաժարվել է իր նախնական պահանջներից, մասնավորապես անվտանգության երաշխիքներից Միացյալ Նահանգներից։ Ոչ, Ուկրաինան ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլ նաև Եվրոպայից անվտանգության երաշխիքների հետ կապված չի հրաժարվել իր մոտեցումներից եւ բնական է, որ այն ինչ որ տեղի կունենա, եթե կստորագրվի պայմանագիր, կհաստատվի խաղաղություն, ապա դա ապահովելու համար երաշխավորներ են պետք եւ այստեղ մենք գիտենք Միացյալ Նահանգների մոտեցումը, որ Եվրոպան պետք է շատ ավելի ներգրավվածություն ունենա եւ տեսնում ենք վերջին օրերին Եվրոպայի մոտեցումները եւ Եվրոպայի ակտիվ ջանքերի հետ ուղղությամբ մենք գիտենք, որ ֆրանսիական նաեւ նախաձեռնություն կա 3, եթե չեմ սխալվում, ավարտվեց 30 եվրոպական երկրների պաշտպանության շտաբների ղեկավարների հանդիպումը Ֆրանսիայում, եթե չեմ սխալվում, եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ առնվազն 15 երկիր կա, որ ակտիվ ցանկություն ունի ներգրավելու այդ գործընթացներում։ Մյուս կողմից բնականաբար Միացյալ Նահանգները որքան էլ հայտարարի, որ իրենք այդ երաշխիքները չեն տրամադրելու, այս գործընթացի նախաձեռնողը Միացյալ Նահանգներն են, եթե կհաստատվի խաղաղություն եւ այդ խաղաղությունը որևէ մեկը կխախտի, դա նաև արկանիշի առումով կհարվածի Միացյալ Նահանգներին, հետևաբար նրանք նույնպես շահագրգռված են, որպեսզի այն ձեռքբերելի պայմանավորվածությունները, որոնք կլինեն, դրանք պահպանվեն եւ բնականաբար այս առումով ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները նույնպես որոշակի ներգրավվածություն կունենա, ավելին ուկրաինական կողմը չի հրաժարվել նաև իրենց մեկ այլ պնդումից, մասնավորապես տարածքային զիջումների հետ կապված եւ երեք Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ ոչ մի պարագայում Ուկրաինան չի համաձայնվի տարածքային զիջումների կամ չի ճանաչի այդ օկուպացված տարածքները Ռուսաստանի մաս եւ ուստի այդ երկու կարևորագույն խնդիրները, որոնք կա այսօր Ուկրաինան ուրեմն չի հրաժարվել այդ մոտեցումներից, իսկ մյուս կողմից մենք գիտենք, որ օրինակ Ռուսաստանի դաշնությունը պնդում է, որ Ուկրաինան պետքա դուրս գա մի քանի մարզերից, որոնց մի մասը այսօր ռուսական օկուպացիայի տակ է, իսկ մի մասը գտնվում է ուկրաինական վերահսկողության ներքո, ՆԱՏՕ-ի հետ կապված պահանջներ կա Ուկրաինային, ուկրաինական իշխանությունների հետ կապված պահանջներ կա, ուկրաինական բանակի հետ կապված պահանջներ կա, որոնք ըստ էության եթե կյանքի կոչվեն, ապա մենք կարող ենք տեսնել ուկրաինական պետության փաստացի լիկվիդացիա, որը ես կարծում եմ, որ չի ընդունի ոչ միայն ուկրաինական կողմը, այլ նաև
եվրոպական կողմը, եվրոպական միությունը եւ եվրոպական երկրները։ Շատ կարծիքներ կան, որ նաև հրադադարը հակառակը կարող է Ռուսաստանին ձեռնտու լինել, որտեղ հրադադար չի նշանակում խաղաղություն եւ իր զորքերը կարող է վերատեղակայել, նոր հարձակում պատրաստել։ Գիտեք, նույն բանը կարելի ասել նաև ուկրաինական կողմի համար, զորքերը համալրել, վերատեղակայել եւ այլն, բայց այս համաձայնության տրամաբանությունը ես կարծում եմ հետեւյալն է, որ սկսել խաղաղության թեկուզ կարճաժամկետ գործընթացից եւ այնպես անել, որ նա լինի շարունակական եւ դրան զուգահեռ բանակցություններով հասնել ուրեմն կոնկրետ արդյունքների, այսինքն ֆիքսել այդ ստատուս քվոն ռազմի դաշտում ինչը որ կա եւ դրա հիմքով շարունակել բանակցությունները։ Խոսենք հայ-ադրբեջանական հարաբերություններից, Արարատ Միրզոյանը երեկ հայտնեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հերթական առաջարկի վերաբերյալ Երևանը փոխանցել է իր դիրքորոշումը, հայտնի է, որ երկու չհամաձայնեցված կետ կար, որոնք վերաբերվում են եվրոպական դիտորդների ներկայությանը մասնավորապես սահմանազատված հատվածից հանելու եւ միջազգային ատյաններից հայցերի հետ քաշմանը, ու կարծես թե այդ երկու հարցում էլ համաձայնություն կա, բայց Բաքուն շարունակում է անիրատեսական պահանջները կապված Հայաստանի սպառազինման, սահմանադրության փոփոխման եւ այլ հարցերի հետ կապված, որն է ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, եթե խաղաղության պայմանագրի այդ երկու կետերի շուրջ էլ կա որոշակի ընդհանուր ըմբռնում կամ համաձայնություն, երեք արտգործնախարարը հայտարարեց, որ մենք շատ մոտ ենք այդ համաձայնագրին խաղաղության հաստատմանը, ապա ես կարծում եմ, եթե Ադրբեջանը շարժվում է այն տրամաբանությամբ, որ ամեն համաձայնեցված կետից հետո ինքը նոր պահանջներ է ներկայացնում, ապա ես կարծում եմ, որ այս գործընթացը կարող է երկար ձգձգվել անկախ նրանից, թե այդ 17 կետերը համաձայնեցված են, թե համաձայնեցված չեն, եւ հետեւաբար ես կարծում եմ, որ այստեղ նույնպես մենք անհրաժեշտություն կունենանք միջազգային հանրության ակտիվ դերակատարման այն առումով, որպեսզի նաև ճնշումներ գործադրվեն Ադրբեջանի վրա, գնալ խաղաղության, բացել տարածաշրջանը, բացել տարածաշրջանի կոմունիկացիոն եւ տնտեսական կապերը եւ տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատել։ Բայց Բաքուն ինչի համար է ցկցում, գուցե ռուս-ուկրաինական հակամարտության հարցում կոնկրետ բանի է սպասում։ Տեսեք, ռուս-ուկրաինական այդ պատերազմի դադարեցման եւ եթե Միացյալ Նահանգներին հաջողվի այնտեղ խաղաղություն հաստատել, ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները թույլ կտան այս տարածաշրջանում հերթական պատերազմը, տվյալ դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ Թրամփը նախընտրական խոստումներ եւ հայտարարություններ է արել եւ մասնավորապես խաղաղության հետ կապված դա նշել է, որ իր կառավարման ժամանակաշրջանում աշխարհում պետք է դադարեն պատերազմները, նա որպես նաև անձ ունի իր ամբիցիաները եւ օրինակ հայտարարում է, որ հույս ունի, որ իրեն կհիշեն որպես խաղաղարարի եւ կարծում եմ, որ Միացյալ Նահանգները թույլ չեն տա տարածաշրջանում հերթական պատերազմական գործողությունների, որքան էլ Ադրբեջանը փորձի այն ներկայացնել օրինակ իրանական, այդ հակամարտության իրանական այդ միջուկային ուրեմն կարգավորման համատեքստում եւ հույս ունենք, որ իսկապես թե եվրոպական կողմի եւ թե հատկապես Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավմամբ Ադրբեջանը այնուամենայնիվ կգնա խաղաղության տարածաշրջան։ Բայց Թրամփի հայտարարությունները ցույց են տալիս, որ Իրանի հարցում իրավիճակը գնում է սրացման, ու նա նշել էր, որ Իրանի հետ կարող է ինչ-որ բան լինել, ու շատ կարծիքներ կան, որ Ադրբեջանը այստեղ կարող է Իսրայելի հետ դիրքավորվել Իրանի դեմ եւ Հայաստանի հարավը փակելով ըստ էության սահմանափակել Իրանի հյուսիսային սահմանները, բլոկադայի ենթարկել։ Տեսեք, Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին եւ երեք կարդացի, որ այդ նամակը դեռևս տեղ չի հասել եւ ինչ որ արաբական երկրներից մեկի ներկայացուցիչի միջոցով կհանձնվի իրանական կողմին, չնայած այն հանգամանքին, որ Իրանում
այսպես հայտարարություններ են հնչում, որ Միացյալ Նահանգների ցանկացած բանակցություն դա նրա ուրեմն մոտեցումների ընդունումն է եւ այլն, բայց այնուամենայնիվ մենք դեռևս չգիտենք դրա բովանդակության մասին եւ կոնկրետ նամակի պատասխանի մասին։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին ներգրավելու հնարավոր պատերազմի պարագայում ներգրավելու իսրայելական կողմից ուրեմն Հայաստանի հարավը օկուպացնելու միջոցով փակելու Իրանի հյուսիսը, ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար դա վտանգավոր, չափազանց վտանգավոր սցենար է, քանի որ եթե օրինակ Իսրայելի ու Իրանի միջև տարածությունը հարյուրավոր կիլոմետրեր են, ապա Ադրբեջանն ու Իրանը հարևան երկրներ են եւ որքան էլ Ադրբեջանը մեկնաբանի, որ այդ օկուպացիան ուրեմն Հայաստանի տարածքին է վերաբերում, ոչ թե Իրանի, բոլորին հայտնի է եւ ակնհայտ է, որ նման օկուպացիայով այո Իրանը հյուսիսից կարող է վերջնականապես բլոկադայի ենթարկվել եւ ես համոզմունք ունեմ, որ Իրանը դա թույլ չի տա եւ նման ավանտյուրայի մեջ ներգրավելը Ադրբեջանի համար կարող է կործանարար հետևանքներ ունենալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջան-Իրան գոյություն ունի ցամաքային սահման եւ ցանկացած պարագայում հաշվի առնելով եւ նաեւ Իրանի ամենաբարձր մակարդակով պաշտոնյաների հայտարարությունները, որ դա իրենց համար կարմիր գիծ է եւ այդ սահմանի փակումը մեծ առումով նշանակում է ամբողջական բլոկադա Իրանի հյուսիսից, ես կարծում եմ, որ Իրանը դա թույլ չի տա եւ այո, ինչ որ պահի մենք կարող ենք տեսնել նաեւ սահմանափակ որոշակի ռազմական գործողություններ Իրանի կողմից, քանի որ նշեմ, դա Իրանի համար ռազմավարական նշանակության եւ կարեւորության հարց է, որը կարծում եմ Իրանը թույլ չի տա լուծել այնպես, ինչպես Ադրբեջանը ցանկանում։ Իսկ չեք բացառում Ադրբեջանի հնարավոր հարձակումը եւ Իրանի այո, եթե այդ հարձակումը լինելու է Իսրայել, Միացյալ Նահանգներ, Իրան հակամարտության համատեքստում եւ այդ համատեքստով Ադրբեջանը փորձելու է օկուպացնել Հայաստանի հարավային շրջանները, ապա ես չեմ բացառում, որ Իրանը այստեղ ուղիղ միջամտություն կանի։ Իսկ ինչպեսին կլինի Թուրքիայի դիրքավորումը։ Տեսեք, Թուրքիայի դիրքավորումը բնականաբար կլինի պրո-ադրբեջանական, սակայն սա արդեն բերելու է, եթե այդ համատեքստում ենք դիտում, սա արդեն բերելու է գլոբալ տարածաշրջանային հակամարտության, քանի որ եթե Թուրքիան պետքա պաշտպանի Ադրբեջանի տեսակետը, ապա դա նշանակում է, որ Թուրքիան պաշտպանում է հարևան երկրի սուվերեն տարածքի օկուպացիան եւ սա նշանակում է նաեւ, որ Թուրքիան համամիտ է Ադրբեջանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ հյուսիսից բլոկադայի ենթարկել Իրանին, որքան էլ որ դա վերաբերում է Հայաստանի տարածքին եւ ես կարծում եմ, որ թուրքական կողմը այստեղ արդարացումներ չի ունենա եւ սա կարող է այո պոտենցիալ ունենալ վերածվելու տարածաշրջանային լուրջ հակամարտության։ Թուրք լրագրողներ էին Հայաստան ժամանել, ես նկատեցի, որ վարչապետը նրանց ներկայացրել էր խաղաղության խաշմերուկը, դեռ հարցազրույց հրապարակված չէ, այնուամենայնիվ հնարավոր է Հայաստանը փորձում է Թուրքիային ցույց տալ, որ ապաշրջափակումը առաջին հերթին նաև իրեն է ձեռնտու եւ Ադրբեջանի այս քաղաքականությունը նաև իր շահերի դեմ է։ Տեսեք, իհարկե Թուրքիան շատ ավելի լավ հաշվարկել գիտի իր շահերը, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ ինչ որ առումներով այստեղ մենք չեն կարող տեսնել լիակատար համընկնում թուրքական եւ ադրբեջանական շահերի եւ այստեղ իսկապես կան շահեր, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի մոտեցումները ավելի փոխադարձ շահավետ են, քան Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։ Եվ բնականաբար Հայաստանը պետքա այսպես ասենք խաղա այդ շահերի վրա, Հայաստանը պետքա շեշտադրի այդ շահերը, որ տարածաշրջանային կոմունիկացիոն եւ տնտեսական հարաբերությունների հաստատումը եւ այդ կոմունիկացիաների բացումը շահավետ է նաեւ Թուրքիայի համար։ Իսկ Թուրքիան մենք գիտենք, որ այսօր Սիրիայի մերձավոր արևելքում բավականին լուրջ գործընթացներում է ներգրաված եւ ես կարծում եմ, որ նա կցանկանար տեսնել հարավային Կովկասում որոշակի կայունություն, որպեսզի իր հայացքը ուղի այն տարածաշրջաններում, որոնք գոնե այս պահի դրությամբ իր համար շատ ավելի ռազմավարական են։ Այսքանը պարոն Առաքելյան, շնորհակալություն։